Դերասանուհի Ռոզա Դավթյանն ամուսնու եղբոր հետ նոր զվարճալի հոլովակ է հրապարակել։ Տեսանյութում Ռոզան եւ տղան հանդես են եկել փորձարկման ֆորմատով, որն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Բոլորիդ պահանջով ես ու Արսենը միասին նկարում ենք փորձարկում։ Սկսենք։ Դու ես ուզում բացել։ Ես բացեմ։ Թողնի ես բացեմ։ Դեղի հոտ է գալիս։ Ոու։ Ինա։ Շատ ձիգ էր ու շատ արհեստական էր համը։ 10-ից Давайте 5։ 10-ից 3։ Ինձ ընդհանրապես դուր չեկավ։ Ինձ էլ։ Երկրորդը ես ենք փորձում յոգուրտի պուդինգը։ Համով անցած անգամ որ պուդինգ ենք կերել, այդ պուդինգի համին անուն ոչ մի արտասովոր բան 10-ից 9։ 10-ից 7։ Все-таки։ Անհամոց որ էր։ Անհամեր։ Այս փորձենք թե ես։ Ես։ Հոп։ Փակ տուփերի գոնը բացեցի։ Փակ տուփերի հոտը որն է։ Այսի cheers կանենք։ Օ, բանան չի կա հենց։ Cheers։ Մի չոկոլա։ Այս բանի պես պինդ է, մի քիչ։ Բանանի համ չի գալիս, մի քիչ է գալիս ու всё։ Արհեստական է էլի 10-ից 4։ Ես էլ 10-ից 5։ Բայց մանգոյնը փորձենք։ Ինչքան չինական բան կա վերցրել էլի։ Ողորո։ Ոյ։ Ужас, այս ինչ ոտնն է։ 10-ից 0, ուժեղ զզվելի համեր գալիս, ահա որ էր։ Հիմա ինչն է փորձում։ Արի առանց շաքար, այս փորձենք։ Այս թվում է լավը կլինի։ Разочарование։ Բան չկա։ Արտասովոր բան չկա, 10-ից 5։ 10-ից 2։ Գտալվեր այս յոգուրտը փորձենք։ Չի բացում։ Մազերի տեղը։ Ոայ, մազերս նոր է լվացրել յոգուրտ։ Ասում եմ չի պիտի առնենք էլի։ Շորսեն, ասեցի յոգուրտը չառնենք։ Ես ասեցի։ Հա, ինձ լավ է էլի։ Յոգուրտի համար շատ ժիտկի է։ Ասեց ինչ ես գնահատում, ես 9։ 10-ից 6։ Ես շատ հավանեցի, անճաշակ։ Չափից դուրս քաղցրա ու ոչ մի արտասովոր բան չկա, նենց որ 10-ից ուղղակի 5։ 10-ից 8։ Ես հավանեցի շլավն եմ։ Տալական, աղջիկ մի կողմաշի դերից։ Ինչ որ ձերից կաշում է։ Բաները, մակարոշկաները։ Դիան շատ լավ գալիս։ Նորմալ։ Ես էլ եմ 10-ից 9 գնահատում։ Այս մեկ այդքան չհավանեցի, 10-ից 6։ Տոմատ սխտոր։ Հետո մի համար 10-ից 7։ Տոմատի եւ ես ինչ բանա չի համոբա 10-ից 9։ Մեր վերջին պրոդուկտը գրենկի Սմետանա с луком։ հո սիրտս cheers 10-ից 10 10-ից 5։ մի կեր այդ տղա մի կեր ասե Մեր փորձարկում ավարտվեց Հետո ուզում եք որ ես ու Արսենը հաճախ նկարենք իրար հետ վիդեոներ ուրեմն ձեզ կոմենտներում պիտի ակտիվ տեսնենք Չէ Արս Դրանից Ռոզա Դավթյանն ով մշտապես գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում իր Instagram-ի հետևորդների հետ կազմակերպել էր անկեղծ հարցուպատասխան։ Նա անդրադարձել է թե իր կարիերային, թե անձնական կյանքին ու սոցիալական մեդիայում շրջանառվող լուրերին։ Երկրպագուների ամենասպասված հարցին, թե երբ նրան նորից կտեսնենք հեռուստաէկրաններին, Ռոզան տվել է խոստումնալից պատասխան։ Դե շատ շուտով, նշել է նա, հավելելով խորհրդավոր էմոջի, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նոր նախագիծն արդեն սարերի ետևում չէ։ Հետևորդները չեն շրջանցել նաև անձնական թեմաները։ Հարցին, թե ինչպես է ծանոթացել ամուսնու հետ, դերասանուհին նախընտրել է մանրամասները պահել ապագայի համար։ Սակայն հետաքրքիր խոստում է տվել։ Խոստանում եմ գամ Հայաստան նկարելու եմ այդ հոլովակը, գրել է նա ակնարկելով, որ պատրաստվում է վիդեոբլոգի տեսքով ներկայացնել իրենց սիրո պատմությունը։ Ռոզան հրապարակել է նաև լուսանկար սկեսուրի հետ։ Երբ հետևորդներից մեկը նկատել է, թե որքան բարի տեսք ունի նա, Ռոզան հումորով եւ ջերմությամբ արձագանքել է. Չի երևում, այդպես է որ կա։ Դավթյանն օրերս իր Instagram-յան հարթակի story բաժնում նոր հրապարակում էր արել, որից էլ պարզ դարձավ, որ նա եւ ամուսինը մեկնել են Ուֆա։ Ռոզան նաև իր Instagram-յան հետևորդների հետ կիսվել էր նոր ֆոտոշարքով։ Առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։
Դավթյանը հայտնի դարձավ Կույր աշխարհ հեռուստասերիալից, ինչից հետո Վերջին զանգ հեռուստանախագծում մասնակցությամբ էլ ավելի ամրապնդեց իր ճանաչվածությունն ու վայելեց հանրության սերը։ Դերասանուհու հասցեին հնչող դրական կարծիքները ակնհայտորեն շատ են, եւ բացասական կարծիքների հանդիպելը գրեթե անսպասելի է։ Սակայն օրերս Ռոզան իր ինստագրամյան էջի սթորի բաժնում կիսվել էր հենց այդպիսի անսպասելի նամակով։ Օգտատերերից մեկը նրան գրել էր. «Ճակատը տահավոր տգեղ ա», ինչին դերասանուհին պատասխանել էր հետևյալ կերպ. «Շատ հազվադեպ եմ իմ էջում բացասական կարծիք հանդիպում ու սովորաբար միանգամից սև ցուցակ եմ ուղարկում։ Բայց դե ասենք ոնց սա չտեղադրեմ, դուք էլ տեսնեք իմ լուսապսակ ճակատը»։ Մորաքույրը չի հավանում։ «Ես ձերը շատ եմ հավանում», հեգնել էր դերասանուհին։ Նարինջը կտրատել ենք ու պատրաստվում ենք այս ապարատով թարմ քամենք եւ խմենք։ Եթե ստացվեց, ուրեմն ես ամեն առավոտ թարմ քամած նարինջ կխմեմ։ Բայց լավ քամվեց։ Մեջտեղից չես գտել։ Քամեցինք, մի քիչ արդարացրեց իրան ապարատը, հիմա մյուս ապարատով ենք փորձելու։ Շոկոլադ եմ հալացնում առանց շաքար չրերով, պատրաստում եմ այս գեղեցկությունները, հիմա պատրաստել եմ ասենց փայտիկի վրա, այսպես ենք անում, դնում ենք մեր պերգամենտի վրա և չարազից դնում ենք նուշ, դե հետո չասեք, որ առանց շաքար հնարավոր չի համով բաներ ուտել, այսպես։ Մի հատ նայեք ինչ լավն են, ինչ հեշտ պոկվում են, անցած անգամ ամանիկների վրա է արել, լավ չէր պոկվում։ Հիմա մենք սրանով սուրճ կխմենք, առողջ օգտակար վիտամիններով լի։